Հարգելի բարեկամներ, խոսում ենք Էդվին Դավիթյանի հետ, տարիների փորձառու մեր օֆիսում միշտ պատրաստ ենք ձեզ օգնելու, կարող եք հեռարձանել մեզ, թեկուզ ուղիղ եթերից հետո, հիմա նորից երկու հատ հեռախոսազանգ ունենք, հարցերը շատ են, ուզում եմ մի հատ հարց տամ, հետո նոր հեռախոսազանգերի, մնացեք, խնդրում եմ, ինչ է պետք Էդվին ջան, առաջի քայլը, որ մեկը կարողանա սկսի լոնի համար pre-qualify լինել, սկսի որակավորվել, առաջի քայլը ինչ է, իհարկե առաջի քայլը հեռախոսազանգն է, դրանից հետո ինչ է պետք։ Առաջի քայլի մեջ իմ կարծիքով 3 հատ բան պիտի լինի, առաջի քայլը credit-ը պիտի ստուգենք, եկամուտը պիտի ստուգենք և down payment-ը։ So եկամուտի համար եթե self-employed են իրանց business-ի tax return-ները, եթե մեկի համար աշխատում են իրանց W2-երը և pay stub-ները պիտի նայենք, տեսնենք ինչ է, և իրանց credit-ը պիտի ստուգենք, և down payment-ը կարող են մեզի ասեն, որ okay, մենք 10% ենք տնում կամ 20% ենք տնում, okay, 10%-ը որից է գալի, 20%-ը որից է գալի, բայց 20%-ի ժամանակ ավելի հեշտացնում են գործը, որտեղ լրիվը կարող է gift լինի։ Հեռախոսազանգ ունենք, որից հետո կշարունակենք։ Այո, դուք եթերում եք։ Այո, դուք եթերում եք։ Համեցեք, դուք եթերում եք։ Կորցրեցինք զանգերը, երևի այնքան ենք խոսում, որ բոլոր հարցերը պատասխանում ենք։ Եվ Էդվին ջան, մի հատ էլ հարց, ինչքան ժամանակ է քաշում ընդհանրապես, ինչքան ժամանակ է պետք, որ մեկը իհարկե ոնց որ դու ասեցիր, պետք է պատրաստ լինի իր անձնական information-ը բաժնեկցի, համ real estate agent-ի հետ, համ loan officer-ի հետ, որտեվ եթե պատրաստ չեն դրան, որտեվ մեկ-մեկ իմ մոտ հաճախորդներ են եղել, որ գալիս են մի քիչ վախենալով, բայց վստահացնում եմ, որ այդ information-ը, որ մեզ տալիս եք տեղեկությունը, դա մեր օֆիսից դուրս չի գալի, ոչ մեկ չի տեսնում և մենք շատ զգուշ ենք այդ հարցերով։ Հիմա փորձենք նորից հեռախոսազանգին պատասխանել, որից հետո կշարունակենք։ Այո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Իմ հարցը Սիտերյանն է, stated income-ով refinance-ին գանում եք թե ոչ։ Stated income որ բանկի հետ եք։ Մենք Bank of American։ Ինչքան ժամանակա ունեք լոնը։ Լոնը մենք ունենք մոտ 6-7 տարի։ 6-7 տարի և ժամանակին վճարել եք։ Այո, ոչ մի լեգ։ Խնդրում եմ, հաղորդումից հետո զանգեք այս համարով, ես ձեզ ինֆորմացիա կտամ և պատասխանելով ձեր հարցը, այո, կարող եք։ Շատ լավ պրոգրամ ունեն, այո, խնդրեմ։ Այո, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանալ FHA loan կարամ վերցնեմ, երբ որ ես տուն ունեմ։ Լավ հարցեր, Էդվին ջան։ Okay, FHA loan-երը միայն owner-occupy-ի մասին ենք խոսում։ So, որ owner-occupy նշանակում է դուք այդ տունի մեջ ապրելու եք։ FHA investment property համար չի։ So, եթե երկու տուները, որ ունեք, մեկ հատ տունի մեջ եթե ապրում եք հիմա, և երկրորդ տունը rental-ա, և այս երրորդ տունը, որ ուզում եք առնեք owner-occupy-ի համարը, պատասխանը այո, կարող եք։ So, այս երրորդ տունը, որ ուզում եք առնեք, ուզում եք ձեզ համար կամ ուզում եք rent տակ, investment-ի համարը։ Hello? Այո։ Down payment-ը ինչքան պետք է դնես FHA համար։ FHA minimum down payment-ը 3.5%-ը։ Հələ, լսում եք, կներեք զանգեր ունենք, եթե ուզում եք հետո զանգեք, կարող ենք պատասխանենք ձեր հարցերը, հա։ Այո, դուք եթերում եք։ Հալո, բարև ձեզ, ես հարց ունեմ։ Խնդրեմ, համեցեք։ Իմ հարցը այսպես է, ես ուզում եմ տուն առնել, բայց չեմ կարողանում կողմնորոշվել, ես նայում եմ, որ տունը ծախվում է short sale կամ բանկի սեփականություններ
շորտսել առնելու դեպքում ինչ առավելություն կա, գնի տեսակետից տարբերություն կա, շորտսելով ես առնում տունը, թե բանկից եք առնում։ Ես տեսնում, որ շորտսելերով վաճառվող տները ավելի էժան են, քան բանկի վաճառվող տները։ Վերստեց ասում, որ ժամկետների մեջ է տարբերությունը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք եւ եթե երևի բաց եք թողեմ մեր անցած շաբաթվա հաղորդումը, բայց հիմա եթե շորտսել եք առնում, այսօրով իմ տեսնելով, իմ փորձառությունով շորտսելը ճիշտ է, շատ երկար process է, բայց շատ ավելի ձեր ասացի նման շատ ավելի լավ գնով եք առնում, քան թե բանկի տները, որովհետև բանկերը այսօր գիտեն, որ շատ լավ գիտեն, որ ամեն մարդ երբ որ լսում է բանկի տուն, վազում է բանկի տների վրա։ Ես չեմ ասում, որ լավ տներ չկան, մենք էլ ունենք բանկի տներ, բայց ընդհանրապես ստացվում է աճուրդի նման մի բան եւ երբ որ մի 2, 3, 4, 5, 10 հոգի սկսում են նույն տան վրա օֆերներ տալ, բնազդաբար գիննել սկսում է բարձրանալ, բայց շորտսելի վրա այդպիսի բան չկա ընդհանրապես, ճիշտ է, կարող է այլ օֆերներ կան, բայց տունը տանտեր ունի եւ ընդհանրապես ավելի շատ լավ վիճակի մեջ է, որտեղ մեջը մարդ է ապրում, իսկ foreclosure-ը ընդհանրապես լքված է, անտեր, կարող է քանդված լինի, կարող է առաջվա տերը բաներ հանած լինի, չգիտեք ինչ եք առնում։ Հիմա ուրիշ հեռախոսազանգ ունենք, հույսով եմ պատասխանեցի ձեր հարցին եւ այո, շորտսելը անպայման ավելի լավ է այսօրվա շուկայի մեջ։ Եթե հարցեր ունեք, կան ժամանակետևում մոտավորապես շորտսելով approve լինելու համար։ Այդ կներեք զանգեր ունենք, չեմ ուզում բոլորին սպասացնեմ, բայց կպատասխանեմ այդ հարցին։ Համեցեք, դուք եթերում եք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարց ունեմ, ուրեմն մենք ուզում ենք այստեղ բնակ վարձու շենք վերցնենք եւ ուզում եմ ճիշտ ինչքան պետք է մենք բան դնենք սկզբից գումար դնենք, որպեսզի վարձու շենք ասելով նկատի ունեք ապարտման եք ուզում առնեք։ Այո, այդպիսի մի բան։ Ապարտմանի մասնագետ ապարտմանը քանի յունիտ եք ուզում առնեք։ Միջև 4 յունիտ։ Գիտեմ, էլի 5-ից մինչև 10։ Ուզում եմ արժեքը իմանամ մենք ինչքան պետք է դնենք, ասենք 5-ի դեպքում եւ 10-ի դեպքում։ Դա ես կարող եմ պատասխանեմ, դա կապ ունի, նայեք, երբ որ գնում եք ապարտմանի հետևից, դա լրիվ ուրիշ qualification process է, դա ոչ թե մենակ դուք պետք է որակավորվեք, այլ այդ ապարտմանի շենքն էլ իր եկամուտի հիման վրա պետք է որակավորվի։ Հենց որ մինիմումը պետք է լինի 25-ից 30% եւ եթե եկամուտը չի հերիքում շենքի, ապա կարող է ավելի շատ էլ լինի։ Եթե էլ հարցեր ունեք, ուրիշ զանգեր ունենք, ուզում ենք բոլորին էլ պատասխանենք, խնդրեմ զանգահարեք եթերից հետո 818-275-5115 համարով սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Ուզում եմ ասել, որ երբ որ ապարտմանի շենք եք նայում որպես investment property, income producing property, դրա որակավորումը qualification-ը մի քիչ ավելի տարբեր էր եւ ինչպես ասեցի պետք է անպայման ոչ թե մենակ դուք ձեր income-ով qualify լինեք, այլ շենքն էլ իր income-ով է qualify լինելու, երկու տարբեր բաների հետ գործ ունի բանկը եւ ընդհանրապես մինիմում ինչքան ես գիտեմ 25-ից 30% է այդ down payment-ի հարցը որտեվ միջև 4 unit residential loan-ա լինում, 4-ից հետո որ ուզում եք առնեք, արդեն commercial loan-ա լինում, եւ commercial-ի համար արդեն այդ apartment building-ի եկամուտի վրա են, որ approval-ը տալիս են, minimum կարծեմ 30% պետք է որ down տնեք։ Էդվին ջան, մի հատ էլ հարց տամ, շարունակենք, փորձենք ինչքան կարող ենք պատասխանենք հարցերին, մինչև հարցերը տալը։ Այսօրվա ռեյթերի համար մի հատ ուզում ես, ասենք դու ասեցիր 5 տարվա, 10 տարվա և 3 տարվա,
3 տարվա օրինակ interest rate-ը ինչ է այսօր։ Այսօր 3 տարվա interest rate-ը միջև $417,000 լոնի համար մոտավորապես 2.875, որում կարծիքով շատ լավ rate-ը 0.0 Եվ բայց այդ մարդիկ պիտի այդ rate-երը վերցնեն, որ ուզում են ասենք թե 3 տարի հետո այդ տունը պիտի ծախեն, կամ իրանց եկամուտն է բարձրանալու, հիմա ուզում են ցածր payment ունենան եւ այս լոնը վերցնեն։ So 2.75։ Այդ ասենք եթե ուզում են 5 տարով վերցնեն, 5-ի տոկոսն մոտավորապես 3.2% են եւ ունեն 7 տարի եւ 10 տարի 7 տարվա տոկոսները մոտավորապես 3.875 4-ից ցած եւ 10 տարվանը մոտավորապես 4.25 4.3-ի մոտերանքն են եւ այդ արդեն հետո այստանք ամենը 3 տարի ֆիքսերն են եւ հետո մտնում ենք 30 տարվա մեջ Իմիջայլոց ասեմ, ինչի համար են այս պրոգրամները, որովհետև երբ որ ցածր տոկոս է ընդհանրապես օգնում է ձեզ qualify լինելու Եթե 4.75 interest rate-ից իջնում եք 2.75 ratio-ները փոխվում է դա մի քիչ ավելի loan-ի տերմինոլոգիա է, բայց եթե հարցեր ունեք, մոտենում ենք մեր ավարտին, մնացեք գծի վրա, տեսնում եմ զանգողներ կան, սիրով կպատասխանենք, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ մեզ միացաք այսօր Եվ եթե հարցեր ունեք, խնդրում եմ կարող եք մեր website-ը այցելեք housetohomelive.com այնտեղ մեր լրիվ information ունենք եւ կարող եք մեզ հետ կապնվել էլեկտրոնային նամակագրությամբ։ Բարի գիշեր եւ կտեսնենք եկող կիրակի նույն ժամին ARTN-ով